Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ մտածել ես, կարող է Աստված վերադարձնել այն, ինչը կյանքը քեզնից խլել է, կորցրած տարիներ, կոտրված հնարավորություններ, հոգնած սիրտ։ Եթե երբևէ ասել ես ուշ է արդեն, ապա այս խոսքը հենց քեզ համար է։ Այսօր Հովելի մարգարեության 2-րդ գլխում մեզ տալիս է ուժ Աստծո ամենահուսադրող խոստումներից մեկը։ Քաջալերվիր, երկիր, ցնծա եւ ուրախացիր, որովհետեւ Տերը մեծացրեց իր գործերը քեզ համար։ Քաջալերվիր, վայրի երե, որովհետեւ անապատի դաշտերը դալարեցին, որովհետեւ ծառը տվեց իր պտուղը, որդատունքն ու թզենին ցույց տվեցին իրենց զորությունը։ Սիոնի որդիներ, ցնծացեք եւ ուրախացեք Տիրոջով, ձեր Աստծով, քանի որ Տերը ձեզ արդար կերակուր տվեց եւ ձեզ համար կտա գարնանային եւ աշնանային անձրևները, ինչպես նախկինում, կլցվեն ցորենի կալերը եւ կհորդի գինու եւ յուղի հնձանները։ Ձեզ կհատուցեմ այն տարիների դիմաց, երբ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան եւ իմ մեծ զորքը, որն ուղարկեցի ձեզ վրա։ Եվ ուտելով կուտեք ու կհագենաք եւ կօրնաբանեք Տիրոջ ձեր Աստծո անունը, որ հրաշքներ գործեց ձեզ համար, եւ իմ ժողովուրդն այլևս չի ամնեչի հավիտյան, եւ կիմանաք, որ ես եմ Իսրայելի մեջ, եւ ես եմ Տերը ձեր Աստվածը, եւ չկա ոչ ոք ինձնից բացի, եւ իմ ժողովուրդը չի ամաչի հավիտյան, եւ կելնի, որ սրանից հետո իմ հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա եւ կմարգարանամ ձեր որդիներն ու ձեր դուստրերը եւ ձեր ծերերը երազներով կերազեն եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն։ Իմ ծառաների վրա եւ իմ աղախների վրա այն օրերին իմ հոգուց կհեղեմ եւ կմարգարյանան։ Նշաններ ցույց կտամ վերևում երկնքում եւ նշաններ ներքևում երկրի վրա, արյուն, հուր եւ ծխեմրիկ։ Արագակը կփոխվի խավարի եւ լուսինը արյան, նախքան Տիրոջ մեծ ու փառավոր օրվա գալուստը։ Ամեն։ Մարգարեն սկսում է անսպասելի բառերով. մի վախեցիր, ցնծա եւ ուրախացիր։ Ուշադրություն դարձրու, իրավիճակը դեռ ամբողջությամբ չի փոխվել, վերքերը դեռ թարմ են, բայց Աստված արդեն հրավիրում է ուրախության։ Աստծո հույսը գալիս է հաճախ այնքան արտաքին փոփոխությունը, նախքան արտաքին փոփոխությունը, որովհետև նա նախ վերականգնում է սիրտը, հետո հանգամանքները։ Եթե այսօր քո կյանքում դեռ չես տեսնում փոփոխություն, բայց Աստծո խոսքը լսում ես, դա արդեն վերականգնման սկիզբն է։ Ես պիտի հատուցեմ ձեզ այն տարիները, որ մորեխը կերավ։ Ահա այս հատվածի սիրտը։ Սիրելի բարեկամ, Աստված չի ասում միայն կներեմ, նա ասում է կվերականգնեմ։ Սա Ավետարանի ամենահուզիչ խոստումներից է։ Ինչ են կորցրած տարիները մեր կյանքում, մեղքի մեջ անցած ժամանակ, սխալ որոշումների հետևանքներ, կոտրված հարաբերություններ, բաց թողած հնարավորություններ, հոգևոր սառեցում։ Եվ Աստված ասում է, ես կարող եմ մտնել նույնիսկ այնտեղ։ Այս խոստումը կախարդական ջնջում չէ, սա ապաշխարող սրտի վերականգնումն է։ Աստված վերականգնում է նրան, ով վերադառնում է իր մոտ։ Մի ապրիր անցյալի մեղքի ամոթով, եթե դու ապաշխարել ես, Աստված արդեն սկսել է վերականգնել։ Հիշիր, սատանան հիշեցնում է անցյալը, Աստված ապագան։ Սա միայն նյութական առատության մասին չէ, սա խոստում է հոգևոր հագեցվածության մասին, Աստծո ներկայության մասին, ներքին խաղաղության մասին եւ գալիս է մեծ հայտարարությունը։ Դուք պիտի իմանաք, որ ես ձեր մեջ եմ։ Սիրելի բարեկամներ, մարդու ամենամեծ կարիքը
խնդիրների լուծումը չէ։ Մարդու ամենամեծ կարիքը Աստծո ներկայությունն է։ Երբ մարդը վստահ է, որ Տերը իր հետ է, նույնիսկ փոթորիկների մեջ սիրտը խաղաղ է մնում։ Հետո մարգարեն բարձրաձայնում է ավելի մեծ խոստում. Ես պիտի թափեմ իմ հոգին ամեն մարմնի վրա։ Ուշադրություն դարձրու, որդիներ և դուստրեր, ծերեր և երիտասարդներ, ծառաներ և աղախիններ։ Աստծո հոգին տրվում է բոլորին, ոչ միայն ընտրյալ խմբին։ Այս մարգարեությունը փառավոր կերպով կատարվեց Գործք առաքելոցի 2-րդ գլխում, հոգեգալուստի օրը, բայց դրա ազդեցությունը շարունակվում է մինչև այսօր։ Մի սահմանափակիր Աստծո գործը քո կյանքում։ Մի ասա, ես արդեն ուշ է, ամեն ինչ արդեն ուշ է։ Ես արժանի չեմ, Աստված ուրիշներին է օգտագործում։ Հովել մարգարեն ասում է, Աստված իր հոգին թափում է ամեն մարմնի վրա, այդ ամենի մեջ դու էլ ես մտնում։ Հատվածը հիշեցնում է նաև դատաստանի լրջությունը։ Սա մեզ պահում է հոգևոր սթափության մեջ, բայց լսիր ամենահույս տվող խոսքը վերջում, սա ավետարանի սիրտն է, փրկության դուռը բաց է, ոչ թե միայն ուժեղների համար, ոչ թե միայն կատարյալների համար, այլ կանչողների համար։ Սովորիր կանչել Տիրոջը ամեն իրավիճակում, ուրախության մեջ, վախի մեջ, որոշում կայացնելիս, մեղք գործելուց առաջ և դեռ պայքարում ես։ Կանչող սիրտը երբեք անպատասխան չի մնում։ Սիրելի հետևորդներ, եթե այսօր զգում եք, որ կյանքում ինչ-որ բան կորել է, Տերը դեռ վերականգնում է։ Եթե տարիներ են անցել անապատում, Տերը դեռ ծաղկեցնում է։ Եթե սիրտդ հոգնած է, Տերը դեռ թափում է իր հոգին։ Այսօր արա մի քանի կարևոր բան։ Բացիր սիրտդ առանց վախի։ Հանձնիր Աստծուն քո կորցրած տարիները և հավատով կանչիր նրա անունը։ Եվ դու կտեսնես, Աստված ոչ միայն ներում է, նա վերականգնում է։ Աստված ոչ միայն բուժում է, նա լցնում է իր հոգով։ Մի վախեցիր, վերականգնումը արդեն ճանապարհին է։ Սիրելի հետևորդներ, եթե հավանեցիք այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը և բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։